Լակոտը ոնց է։ Շատ է վախեցած։ Դնենց արա հանկարծ դեմքդ չտեսնի։ Դու հանգիստ եղի, ամեն ինչ շատ լավ կընթանա։ Բայց հիշի, այն ինչ ինձ խոստացել ես անելու ես, լսում ես, հենց լակոտին վերադարձես, ես քեզ կյանքում էլ չեմ տեսնելու։ Լավ, զգույշ կլինես։ Նինա, ինչ ես անում ստեղ, քեզ ով ա խնդրել, որ գաս։ Եկել եմ իմանամ խոսնողություն կա թե չէ։ Չէ, չկա, ինչ գիտես էդ է։ Դու վաղուց ես ստեղ կանգնած։ Ինչի՞։ Ուզում ես իմանալ լսել եմ հեռախոսային խոսակցությունդ թե չէ։ Էդ ինչ ձև ես հետս խոսում այ ոչնչություն։ Ուղիղ կես ժամից գումարը կբերես քո տնից ոչ հեռու գտնվող կիսակառույց շենքի մոտ։ Այնտեղ կիսաքանդված մեքենա կա։ Գումարը կդնես մեքենայի տակ ու կանհետանաս։ Գումարը ստանալուց 1 ժամ անց երեխա տանը կլինի։ Մենակ իմանում ես ամաս։ Ոնց ես կարողացել նման բան կազմակերպել, հա։ Ինչ ես խոսում, ես քեզ չեմ հասկանում։ Իսկ ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է կատարվում։ Արամիկի առևանգումը դու ես կազմակերպել, չէ։ Այդպես է, չէ, ասա։ Նինա, հոդու չես ցնդել, հենց հիմա գնա այն տնից։ Չէ, ես չեմ ցնդել։ Ու ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ես շատ լավ լսեցի, թե դու ինչպես հեռախոսով ասեցիր, որ վռամը պիտի վերցնի գումարը, վերադարձնի երեխային ու չքվի։ Իսկ վռամը երևի այն մարդն է, որ անցած օրը եկել էր ու քեզ էր հարցնում։ Ու ինչ-որ նամակ քեզ փոխանցեց, որը դու կարդալուց հետո այլայլվեցիր։ Այդպես է, չէ։ Դու հասկանում ես, որ հիմար բաներ ես խոսում։ Տեսի, ես ոչ քո տրամադրությունն ունեմ, ոչ քո հավեսը, հենց հիմա գնա։ Ես հիմար բաներ չեմ խոսում Էլեն։ Ես իմ ականջներով լսեցի։ Ասեմ ավելին, մի քանի օր առաջ մի այլ խոսակցություն լսեցի, որտեղ դու ասում էիր, որ Արամիկը Սուրենի համար միակ թանկ էակն է, որի համար ինքը ամեն ինչի պատրաստ է, որ ցանկացած գումար կվճարի, փողը նրա համար արժեք չունի։ Ուղղակի ես կարևորություն չտվեցի այդ խոսակցությանը, թեպետ ինձ տարօրինակ թվաց։ Բայց հիմա, երբ որ վերլուծում եմ, ես հասկանում եմ, թե ինչի մասին էր խոսքը։ Այնպես որ կներես, բայց ես Սուրենին ամեն ինչ պատմելու եմ։ Ասելու եմ քո արարքների մասին։ Գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ, որ դու հիվանդ ես, որովհետև միայն հիվանդ մարդը կարող է նման քայլի դիմել։ Լավ։ Ասա ինչքան փող ես ուզում քո լռության դիմաց։ Փող։ Հա։ Ինձ հարկավոր չի քո փողերը։ Հիմար մի եղել։ Եթե դու Սուրանին ինչ-որ բան պատմես, ոչինչ չես շահի։ Իսկ եթե լռես, շատ գումար կվաստակես։ Գիտես, ես իմ գումարը իմ արդար քրտինքով եմ վաստակում։ Այնպես որ քո կեղտոտ փողերը քեզ պահի, ինձ հարկավոր չեն։ Ես Սուրենին ամեն ինչ պատմելու եմ։ Ամեն ինչ։ Թե դու ինչի ես ընդունում։
Էլեն ես չի եղել։ Էլեն խոսսակ հայտ եմ, ես ինչ ա եղել։ Սուր, ես բարկացած էի Նինայի վրա ու չգիտեմ, ես իրան հարվածեցի, ես հասկանում ես, ես շատ եմ սիրում Արամիկին ու ես հիմա չգիտեմ երեխեն ուրա, որտեղ ա։ Էլեն իմ խնդիրները քիչ են, մի հատ էլ դու ես ավելացնում, Էլեն, աննորմալ, ոչ ես դու ես ինչ ես արել։ Նինա։ Ուր ես զանգում։ Շտապօգնություն եմ զանգում, ուր եմ զանգում, ասում։ Ինչ շտապօգնություն, եթե իրան գանից կսկսեն հարցակնել, հետո կիմանան, որ ես եմ խփել, մի զանգի, Անջատի հեռախոսը։ Էլեն դու հասկանում ես։ Անջատի հեռախոսը։ Էլեն դժվար ես դու։ Նինա։ Նինա։ Նինա ո՞նց ես։ Արամիկի առևանգումը Էլենն է կազմակերպում։ Ինչ։ Էլեն։ Ես հիմա լավ ցնդել ա։ Մնում էր ինձ զրպարտեր։ Էլեն, ես ինչ ասում Ասում։ Նինա զարդ է։ Էլեն, աստված կանչի բանեղած չնի, Էլեն։ Արա մի զանգի ոչ միտեղ, մի զանգի սուտ ասում։ Շտապօգնությունը այո։ Չգիտեմ, հարվածել են ընկել, շտապ մեքենա ուղարկեք։ Նինան տեղափոխվում է հիվանդանոց և շուրջ 10 օր բժիշկների հսկողության ներքո գտնվում է անգիտակից վիճակում։ Նույն օրը մեկ ժամ անց, ինչպես և խոստացվել էր, Արամիկը տուն է վերադառնում։ Իսկ Էլենը հայտնվում է ոստիկանությունում, սակայն հանցակազմի բացակայության պատճառով ազատ է արձակվում։ 10 օր անց Նինան գիտակցության է գալիս, և թե ոստիկաններին, թե Սուրենին ամեն ինչ պարզ է դառնում։ Տուն վերադառնալուն պես Սուրենը չի գտնում Էլենին։ Փոխարենը նկատում է, որ վերջինս տան թանկարժեք իրերը վերցրել ու դիմել է փախուստի։ Բայց ես լավ է, չէ՞ զգում, Նինա ծոցա։ Շատ լավ եմ զգում, Վալես։ Նինա ջան, եթե քեզ ված զգաս, անպայման կպարկես կհանգստանաս, լավ, ու աշխատի քեզ չծանրաբեռնես։ Լավ, շնորհակալ եմ աջա։ Արամ ջան, բալես, հանկարծ չջղայնացնես, հա Նինային, իրան չի կարելի բարկացնել, բալես։ Չէ, պապ ջան, ես Նինային շատ եմ սիրում։ Ապրես ծավակ։ Պապ Էլենը չի կարող, չէ։ Չէ տղես, Էլենը էլ չի կա։ Պապ, հիմա դու հավատում ես, չէ, որ դու տանը չէիր, Էլենն ինձ վատ բաներ էր ասում։ Հա, Արամ ջան, հավատում եմ տղես։ Ալո, այո ես եմ։ Ինչ։ Երբ։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ, որ տեղեկացրիք։ Հաջողություն։ Էլենին ձերբակալել են։ Զարմանում եմ, գիտեք, մարդ ոնց կարող է այդքան չար լինել։ Այս պատմությունից մեկ ամիս անց ոստիկանությունը Էլենին հայտնաբերում և ձերբակալում է։ Էլենը մեղադրվում է իր կողմից կատարված 3 հանցանքների համար՝ մարդու առևանգման կազմակերպում, սպանության փորձ և կողոպուտ։ Դատարանը Էլենի կատարած հանցանքները ապացուցված է համարում և նրան դատապարտում 15 տարի ազատազրկման։ Դատարանում բոլոր մանրամասները լսելուց հետո Սուրենը երկար ժամանակ չէր կարողանում հավատալ։ Ապրել է նույն հարկի տակ անմարդկային հրեշի հետ։ Իսկ վրամին գտնել ոստիկաններին այդպես էլ չի հաջողվում։